Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան։ Ձեր հետ կրկին ես եմ, պայծառատես Անիկ Գրիգորյանը։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Շատ հաճախ ինձ գրում եք, շատ հաճախ հարցնում եք, թե Անի ջան, ինչ է կարելի տանը օգտագործել, որ տան աուրան լինի դրական, որ այսպես բարի լինի, խորհրդական լինի։ Հետո ուզում եմ ձեր հետ կիսվեմ մի դեպքով։ Իմ օգնականներից մեկը, պրոդյուսերներից մեկը, ով դեռ ինձ չի ճանաչում, երբ որ իրեն ասում են, թե գիտեք, դուք պետք է լինեք Անի պրոդյուսերը, ինքը շատ վախենում է ու ասում է ոնց կարամ, ես իրենից վախենում եմ, ու երբ որ եկավ առաջի օրը մեր տուն, ասում է Անջան, ես իրականում մտածում էի, պետք է տեսնեի սև տուն, սև երկար եղունգներ, այսպես մուկ պատեր, ինչ եմ ուզում սրանով ասեմ, ինչքան տանը անենք մուկ աուրա, պատերը ներկենք մուկ գույնի, վարագույրները լինի սև գույնի, մենք մեր եղունգները, մատերը ներկենք սև, այդ մեզ բերելու է ժողովուրդ ջան, դժբախտության, յուրաքանչյուր կնոջ, յուրաքանչյուր աղջկա ուզում եմ ասել, որ չի կարելի եղունգները ներկել սև, դա բերում է դժբախտության, այն կինը, ով իր եղունգները, ձեռքերը սև է ներկում, ուրեմն ընթացքում, ապագայում ինքը կորցնում է իր զույգին, իր սիրելի ամուսնուն, սև գույն ներկում են եղունգները, որպևայրի կանայք և գուշակները, որպիսի այսպես վառ տպավորություն թողնեն, բայց մեզանից ինչ է հարկավոր, որ յուրաքանչյուր առավոտ, երբ որ արթնանանք, նախ Տիրոջը շնորհակալություն հայտնենք, որ մենք նորից ու նորից տեսնում ենք գեղեցիկ լուսաբացը, կապ չունի մենք ունենք խնդիրներ, մենք ունենք հոգսեր, եթե մենք յուրաքանչյուր օր գոհանանք Տիրոջ տվածով, ապա հավատացեք, որ անպայման լավ կլինի, չկա այնպիսի մի դեպք, չկա այնպիսի մի բան, որ խավար գիշերը շարունակվի, խավար գիշերից հետո միշտ լուսապայծառ առավոտ է, անձրևից հետո միշտ արևոտ եղանակ է, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինձ ասում եք, թե Անջան, ինչ իրեր կարող ենք տանը պահենք, որպեսզի մեզ հաջողություն բերի, իմ շատ սիրելի ժողովուրդ ջան, ոչ թե ինչ որ իրը կարող է հաջողություն բերել, նորից ու նորից պետք է ասեմ, մեր խոսքը կարող է մեծ հաջողություն բերի, ցանկացած առավոտ, եթե մենք վեր ենք կենում, ուզում ենք, որ մեր գործը հաջող լինի, մեր ընտանիքում մենք երջանիկ լինենք, հաջողակ լինենք, մեզանից ինչ է հարկավոր, շատ պարզ ու հեշտ մի բան, վերցնում ենք մեր ծորագիճուրը, լցնում ենք սովորական բաժակի մեջ և վրան ասում ենք, մեր հայրմեր աղոթքը, իսկ եթե չգիտեք հայրմերը կամ չեք ուզում ասել, ապա ձեր իսկ բառերով կարող եք դիմել ու ասել Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոս, քո սուրբ զորությամբ, պահիր ու պահպանիր ընտանիքս, այնպես արա, որ այս սուրբ ջրի միջոցով ես կարողանամ լինել հաջողակ, իմ բռնած յուրաքանչյուր գործը լինի հաջողակ, միայն ու միայն թող այս ամենը լինի Հիսուսի սուրբ անունով և սուրբ զորությամբ, ամեն, 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 և ջուրը կարող եք խմել, այնուհետև շախտալ տնով մեկ կամ լցնել ձեր շորերի վրա, թողնել չորանա, հետո հագնեք, որովհետև իմ շատ սիրելի ժողովուրդ, ամենաուժեղ հաղորդակցման միջոցը տեզերքի հետ դա սովորական ջուրն է, ինչպես մենք հիշում ենք, Հիսուս Քրիստոսը նույնպես ջուրը դարձրեց գինի և մենք կարող ենք յուրաքանչյուր ջրի վրա, յուրաքանչյուր աղոթքով, թեկուզ մեր բառերով, պարտադիր չի, որ այսպես երկար աղոթք ասենք ու այդ աղոթքը լինի անհասկանալի, կարող ենք մեր խոսքերով դիմել մեր Բարձրյալին, մեր Հիսուս Քրիստոսին և ամեն ինչ մենք կստանանք, իսկ եթե մենք վերցնենք ինչ որ այսպես աչքահուլունքներ, փշեր, չգիտես ինչ ու ասենք, գիտես, այս կբերի հաջողություն, բնականաբար կարող է և այդ հաջողություն բերի, նաև ուզում եմ մի այսպիսի բան ձեզ խորհուրդ տամ, շատ հաճախ լսում եմ, որ ասում եք Տիկին Գրիգորյան ջան, մենք գայլի օրգան ենք առել, Ադամ ենք առել, չգիտես ինչ ենք առել, դրել ենք դրամապանակում, որ ինքը հաջողություն բերի, իմ շատ սիրելի ժողովուրդ ջան, չկա նման բան, ոչ մի օրգան, կենդանու, ոչ մի այսպես Ադամ, ինքը չի կարող ձեզ հաջողություն բերել, հետո վերջինում խոսում եք քրիստոնեությունից, եթե ունենք Աստված, եթե ունենք հաղորդակցման միջոց ջրի հետ, ապա մենք կարող ենք այնպես անել, որ մենք ունենանք այդ հաջողությունը, այստեղ ոչ թե ես ասում եմ, թե եթե կա ձեր վրա կաբանքներ, թուղթուկրեր, մոգական ուժեր, որ տղա և աղջիկ չեն կարող պսակվել, չէ, բնականաբար այդ կան մարդիկ, ովքեր ունեն զորություն, որ պետք է քանդեն, բայց այստեղ ես ասում եմ այն առօրյա անելիքը, որ դուք կարողանաք անեք և պաշտպանեք յուրաքանչյուրը ձեզ ցանկացած վախից, ստրեսից, անեծքից, որովհետև ես ինքս իմ անձնական փորձից ելնելով ասում եմ յուրաքանչյուր վախ
կարող ես հաղթահարել ջրի միջոցով, ջրի վրա ասելով հայր մերը եւ ասելով հետեւյալ խոսքերը. «Ետիս գնա սատանա, իմ Տերը Հիսուս Քրիստոսն է»։ Իսկ որտեղ կա Տիրոջ անունը, այնտեղ չի կարող ոչինչ չլինել։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, իմ Հայաստան աշխարհ, ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում եւ ուզում եմ, որ յուրաքանչյուրի ընտանիքում լինի Հիսուս Քրիստոսի լույսը, սերն ու ջերմությունը։ Իսկ ես Պայծառատես Անի Գրիգորյանս պատրաստ եմ յուրաքանչյուրիդ օգնելու։ Պարզապես կարող եք զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող եք զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարին։ Մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ, թող բոլորիս հետ լինի եւ հույս, եւ հավատ, եւ սեր։